Փառք Հիսուսին է հիանալի օրվա համար, Տերը շատ լավ առիթ տվեց նորից իր առաջ կանգնելու, իր անունը բարձրաձայնելու, փառավորելու, մեծարելու, երկրպագելու, որովհետև սա եզակի օր է, եւ գիտեք ինչով է եզակի։ Հիմա որ նայես կողերդ կտեսնես որ դժոխքում չես։ Սա Աստծո մեծ պարգևն է քեզ եւ ինձ։ Գիտեք Սուրբ Գիրքը ասում է, որ ոչ թե մեղքերի վարձքը մահն է, այլ ասում է մեղքի վարձքը։ Եվ ասում է, որ արդար չկա եւ մեկը չկա, եւ ամեն մեկս էլ գիտենք, որ Տիրոջ առաջ մեղավոր ենք։ Բայց հիմա Տերը ողորմություն արել, որպեսզի հասկանանք, որ մեր արածի համեմատ մեզ չհատուցեց։ Այլ դարձյալ ողորմություն տվեց, որպեսզի գանք իր կենթանի ներկայության մեջ բարձրացնենք իր սուրբ անունը, մեծարենք ու երկրպագենք, որովհետև ինքը արժանի է։ Ամեն փառք Տիրոջ։ Գիտեք մենք հոգևորներս նման ենք մեքենաների։ Օրինակ մեքենան գնում է բենզալցակայան, գազալցակայան, չէ՞։ Հոսանքով է լիցքավորվում։ Մենք էլ ենք այսօր եկել լիցքավորվելու։ Մեքենան լիցքավորվում է, որպես իր տերը ինչ անի, իրան օգտագործի։ Եվ հիմա մենք եկել ենք, որպեսի լիցքավորվենք, որպեսի մեր Տերը մեզ օգտագործի։ Բայց գիտեք, մեքենա կա լիցքավորվում է, մեքենա էլ կա վերանորոգման կարիք ունի։ Հիմա այս է տորն է, որ թե վերանորոգվենք, թե լիցքավորվենք։ Եվ Աստված դարձյալ ասում է, որ հնարություն է տվել ամեն մեկիս, որպեսի օգտվենք այն հնարավորություններից, որ մեզ համար այսօր պատրաստված են։ Գիտեք, այսօր ամեն մեկս որ եկել ենք, շատ հնարավոր է, որ ամեն մեկս մեր հետ բերել ենք մեր հոգսերը, չգիտեմ, մեր մտածումները, նեղությունները, մեկի համար իր խնդիրը, պրոբլեմը, չգիտեմ, հնարավոր է կինն է, մեկին ամուսինն է, մեկինը զավակն է, եղբայրն է, քույրն է, վերջ ինչ-որ մի խնդիր կա եւ եկել ես եւ քեզ հետ բերել ես եւ հույսով ես որ Տերը այսօր քեզ լսելու է։ Գիտեք, լսել եմ, սես բաներ օրինակ եղել է, որ կինը ասել է, որ ասում է, որ այս 9 տարի սպասում եմ ամուսնուս ու աղոթում եմ, որ ապաշխարի, չի ապաշխարում։ Բայց երբ որ մի քիչ ավելի մոտիկից եմ ես իմացել, մոտիկացել իր ընտանիքը, սկսել ճանաչել, գիտեք, հակառակն եմ տեսել, որ ոչ թե ինքն է սպասում, թե երբ պետք է իր ամուսինը ապաշխարի, այլ այս 9 տարի ամուսինն է սպասում, թե երբ պետք է ինքը ապաշխարի։ Գիտեք, շատ կարևոր է, որ քննենք մեր անձերը, ու իսկապես տենանք, թե ինչպես ենք մենք, ինչպես ենք մենք դրսևորում մեզ։ Ես մի անգամ նստած է եկեղեցում ու այնքան հետաքրքիր էր, Տերը ինձ հարց տվեց։ Դրա առաջի օրը, երբ որ ես տունն էի, իրիկունը ում ընտանիքում չի լում, բան եղավ, խոսացինք ու մի բանի մեջ ոնց որ մի քիչ սենց, մի քիչ ինձ ջղայնացած, բարկացած սենց, ու երբ որ եկեղեցում նստած է, գիտեք Տերը ինձ ինչ հարցրեց։ Ասեց կարաս հիմա քեզ պահեսնես ոնց որ տունը։ Ժողովուրդ գիտեք ինչ հանդիմանություն էր։ Եվ հետո երկրորդ հարցը հնչեց։ Ասեց իսկ կարաս քեզ պահեսնես ոնց որ եկեղեցում։ Գիտեք հաճախ մարդը լինում է եկեղեցու գար եւ ընտանիքի գայլ։ Պետք է շատ ուշադիր լինենք։ Որովհետեւ Տերը ամեն բան տենում է։ Բաներ կա որ անում ենք ինչ որ մեկի մեջքի հետևում, բայց իմանանք որ սանում ենք Տիրոջ աչքերի առաջ։ Շատ հեշտ է ուրիշներին մեղադրել եւ այս մեղադրանքներով քողարկվել, որպեսի մենք չերևանք։ Մի քիչ կարող է խիստ հնչում ներող կլնենք, բայց այն ինչ որ ասում եմ նախ ինձ է վերաբերում, հետո նոր մնացածին։ Մի հատ պատմություն եմ ուզում պատմեմ։ Ամուսինը հիվանդանոցում պարկած, կինը կողը նստած։ Կնոջն ասում է հիշում ես, երբ որ ինձ տոկը խփեց, ինձ բերեցին հիվանդանոց, ասում է կողս նստած էիր, ասում է։ Հա, ասում է, ոնց չեմ հիշում, ասում այ մարդ, ասում է, կողդ էի։ Հիշում ես, ասում է, երբ որ մի քանի տարի առաջ ընկա մեջքս վնասեցի,
նորից ասմա հիվանդանոցում դու էիր կողս նստած։ Հա, ասմա մարդ ջան, հիշում եմ, ոնց չեմ հիշում, բռնում ձեռնապաչում, հիշում եմ։ Հիմա էլ ասմա նայ ասման գա մեքենայի տակ հիվանդանոցում նորից դու ես կողս նստած։ Կին ասմա, հա մարդ ջան ասմա, տենում ես, գիտես, մարդն ասմա, ուղղակի հիմա ասենց պարկած մտածում եմ, ասում եմ կարող ես ամեն ինչի համար դու ես մեղավոր։ Հասկանում եք հարցը ինչու՞ն է։ Շատ ժամանակ մեղավորներին ուրիշ տեղ ենք փնտրում, բայց ստե է։ Մեկ-մեկ այնքան հեռու ենք նայում, որ մեր աչքի առաջի չենք տեսնում։ Ապրենք ներկա օրով։ Երբ որ Պողոսը նախկին Սողոսը գնում էր Դամասկոս, կարևոր բան եմ ասում, կխնդրեմ որ հիշեք։ Եվ իր մտածելով ինքը գնում էր, որտեղ ինքը տիրոջն էր ծառայում, որտեղ մեծացել էր Գամաղելի ոտքերի մոտ։ Գնում էր, որպեսզի դե հավատացյալներին բերեր, որպեսզի նույն ձևի արժանացնեին Ստեփանոսի, ասած ասած աշխարհի լեզվով բախտին։ Եվ ինչ տեղի ունեցավ, հայտնվեց Տերը, իր լույսով, իր փառքով, եւ խփելով Պողոսին ձիուց ցած գցեց։ Ինչ եք կարծում, ինչքան կտևեր ձիուց ցած ընկնելը։ Քանի վայրկյան կտևեր։ Երևի մի 3, չէ՞։ Եթե փորձենք մի քիչ դանդաղացած պատկերացնենք, նոր մեր լոռեցիկ են ասում քար պատրի 5 վայրկյան, հա։ Բայց դե չեմ կարծում, որ 3 վայրկյանից ավել տևեր։ Եվ գիտեք 3 վայրկյան հետո Տերը հայտնվում է Պողոսին։ Որտեվ Պողոսն ասում է, ով ես Տեր։ Ճանաչում է, որ իր առաջ Տերն է կանգնած։ Գիտեք, ստեի ցավը որն է, որ շատ շատերը հաճախում են եկեղեցի 10 տարի, 20 տարի, 30 տարի, 40 տարի եւ Տերը նրան չի հայտնվում։ Պատկերացնում եք 3 վայրկյան եւ 30 տարի։ Փոքր չի, չէ՞, տատանումը վայրկյանները վերածես տարիների։ Նույնիսկ մի օրվա համար է շատ տարբերություն։ Եվ գիտեք ինչի համար չի փոխվում այս մարդկանց կյանքը, ասեմ ձեզ գաղտնիքը։ Պողոսը սկզբից հարցրեց ով ես Տեր, եւ երկրորդ հարցը ցնցեց։ Ասես Տեր, ինչ ես ուզում որ անեմ։ Ես կուզեմ որ քո աղոթքներին հետևես, ու ինձ թվում է շատ ժամանակ ուղղակի կնկատես, որ ավելի շատ Տիրոջից ուզում ես, որպեսզի ինքը տա եւ անի, քան հարցնում ես Տեր, ինչ ես ուզում որ ես անեմ քեզ համար։ Ես քեզ մի գաղտնիք եմ ուզում ասեմ։ Աստծուն չի հետաքրքրում, թե դու ինչեր ես արել։ Աստծուն հետաքրքրում է, թե դու ինչ չես արել։ Ասենք այսօր եթե չես սիրում քո հույվին, օրինակի համար եմ ասում։ Հարց, ինչի չես սիրում։ Եթե չես սիրում քո քրոջը, քո եղբորը, Տիրոջ կողմից հարց քեզ, ինչի համար չես սիրում։ Ումա պետք են բարիքներն ու ողորմությունները առատապես որ արել ես կամ անում ես, եթե այսօր դու հարց ունես, Տերը քեզ հարցնում է, ինչի չես անում։ Եթե այսօր գալիս ես եկեղեցում, ասենք խոնարհ քույրիկ ես կամ լավ ամուսին ես, եւ տուն ես գնում, քո ամուսինը քո մեջ խոնարհություն չի տեսնում, կամ քո կինը քո մեջ սեր չի տեսնում, դեպի իրեն, դեպի ընտանիքը։ Իրեք գալու է մի օր, որ այդ օրը կոչվում է հատուցման օր։ Եվ այդ օրը ոչ մեկի մենք չենք կարողանալու մեղադրենք։ Թե ով ինձ խանգարեց, ով ինձ շեղեց։ Սուրբ Գիրքը տված ամեն մեկիս եւ Աստված փառք Աստծո, որ ամեն մեկիս մի ուղեղա տվե։ Ամեն մեկս ունենք այդ հնարավորությունը մտածելու եւ ոչ մեկի հույսին չենք։ Հարց. ինչպես անեմ, որպեսզի Տերը ինձ հայտնվի։
Երևի այս հարցը շատերին է հետաքրքրում։ Ես շատ եմ մտածել սրա համար տարիներ առաջ, եւ երբ որ Տերը ինձ ցույց տվեց ճանապարհը, ես հասկացա մի բան, որ սա ինքն է, սա իր ձեռն է, սա իր ողորմությունն է։ Պետք է մի տեղ կարդամ, որ սկզբից երբ որ նայես այս համարներին, կասես դրա մեջ ելք կա։ Մատթեոս ավետարանում 5-րդ գլուխ առաջի եւ երկրորդ համարներում ասում է, որ Հիսուսը նայեց ժողովրդին, լեռը ելավ եւ նստեց։ Աշակերտները գնացին իր մոտ եւ ինքը բերանը բացելով սկսեց խոսել նրանց հետ։ Ընդամենը այսքանը։ Հիմա հարց, որտեղ աստ է ելքը։ Երևի դուք ես տվիր այդ հարցը, կամ ինձ ուղղեցիր։ Գիտեք, առաջի բանը, որ Հիսուսը ցույց է տալիս, ասում է նայեց ժողովրդին։ Հիմա դու երբ որ նայես քո կողը կտեսնես ժողովուրդ։ Երբ որ դու ստեից կգնաս քո տուն, քո տան մեջ կտեսնես մարդկանց։ Երբ որ դուրս կգաս քո տանից, քո հարևաններին կտեսնես։ Կգնաս աշխատանքի, քո աշխատանքի ընկերներին կտեսնես։ Վերջը բարեկամների մոտ կգնաս, բարեկամներին կտեսնես։ Եվ ում որ դու կտեսնես, սկսած քո ընտանիքից։ Հիսուսը ցույց է տալիս, որ բոլորից պետք է հոգևոր մակարդակով բարձրանաս։ Ոչ թե իջնես, այլ բարձրանաս։ Եվ նայեք, ասում է ժողովրդին նայելով բարձացավ։ Շատերը այսօր իրանց ընտանիքում ասում են, ինչի համար չի փոխվում իմ տան անդամը։ Որովհետև իրանք ինչ մակարդակի որ կան, դու այդ մակարդակի վրա ես։ Դու պետքա բարձրանաս, դու պետքա տարբերվես։ Դու սպասում ես, երբ պետքա իրանք փոխվեն, եւ իրանք սպասում են, թե դու երբ պետքա փոխվես։ Հիշեք, սա շատ կարևոր կետ է։ Հոգևոր մարդը պետքա ամենաշատը, ձեզ գաղտնիք եմ ասում, որ ինձ իմ կյանքում շատ է օգնել։ Հոգևոր մարդը իր կյանքում ամենաշատը պետքա մտածի մենակ իր մասին։ Կասես, ես ինչ էգոիստ բաներ ես ասում։ Գիտես ինչի։ Հարցը չի գնում ուտելուն, խմելուն, հագնելուն։ Հարցը գնում է, որ ամենաշատը մտածում ես քո մասին, քո թերությունների մասին եւ ոչ թե ուրիշների։ Երբ որ դու կսկսես քո տան մեջ փոխվել, այսինքն կսկսես օգտագործել ոչ այն բառապաշարը, որը որ իրանց դուր չի գալիս։ Կսկսես սուտ չխոսել, չբամբասել, չքննադատել, կդադարես ատելուց, ամեն տեսակի չարախոսություններից։ Եվ քո տան անդամը սկզբից կնայի, այսինքն երբ որ կատակ եք անում, այն ժամանակ բառապաշար կարող օգտագործում եք, հիմա կտենա չես ասում։ Կարող է աչքիս ա թվում։ Հələ սպասենք, կարող է ձևա բռնե։ Սպասի մի օր, 2 օր, 5 օր, 10 օր, մի ամիս, 6 ամիս, չես մարդը ոնց որ փոխվել է։ Եվ սրա նման շատ բաներ, որ դու կսկսես չանել, ու գիտես ուղղակի քո փոխված վիճակը առիթ կտա իրանց, որպեսի սիրեն քեզ եւ նմանվեն քեզ։ Մինչև դու չփոխվես, չնմանվես քո տիրոջը, իրանք չեն նմանվելու քեզ։ Եթե իրանք չեն նմանվում քեզ, ուրեմն դու արդեն իրանց նման ես։ Հնարավոր իրանք ավելի լավն են։ Նայեք, ասում է Հիսուսը բարձրացավ լեռը եւ ինչ արեց, նստեց լեռան վրա։ Շատերս հոգևոր կյանքում մեր ապրած կյանքը կարող նմանացնեմ սրտի կարդիոգրամայի։ Հելնում ենք։ Հիսուսը ցույց է տալիս, որ երբ որ բարձացար Տիրոջ ներկայության մեջ, նստինդ է ու հետ մի արի։ Մնա Տիրոջ ներկայության մեջ։ Եվ սա այն խոսքն է, որ ես ձեզ ասեցի։ Երբ որ դու տարբերվում ես իրանցից, եւ իրանք տեսնում են, որ դու արդեն ամփոփող ես, ինչ է տեղի ունենում երկրորդ հարցը։ Ասում են ներքևից աշակերտները բարձացան իր մոտ։ Այսինքն, երբ որ դու մակարդակով, հոգևոր մակարդակով բարձացար եւ տարբերվեցիր, իրանք գալու են քո մոտ, այսինքն իրանք սկսելու են նմանվել քեզ։ Եվ հաջորդ կետը, որ շատ տարօրինակ է, գրվածքը։ Ասում է Հիսուսը բերանը բացելով ինչ արեց, խոսեց։ Մի քիչ տարօրինակ է, չէ՞։ Ով չգիտի, որ խոսալու համար պետք է բերանը բացես։ Նոր բան չի։
Բոլորս էլ այդ գործողությունն անում ենք։ Նույնիսկ համերերն են խոսալուց բերանը բացում փակում։ Ինչ ասում սրանով ասի։ Մեր շատ խնդիրների խնդրեմը լինում է դրանում, երբ որ մենք մեր բերանը բացում ենք եւ չարիք ենք խոսում։ Երբ որ մենք մեր բերանը բացում ենք եւ խոսում ենք այն ինչ որ մեր դիմացինի շինություն չի բերում։ Երբ որ մենք մեր բերանը բացում ենք եւ վիրավորում ենք իրանց, բամբասում, քննադատում եւ ատելություն ենք տարածում, ընտանիքներ ենք քանդում։ Հիսուսը ցույց է տալիս, որ երբ որ քո բերանը բացում ես, ինչ պիտի խոսես։ Եվ ինչ ասում։ Երանի հոգով աղքատներին, Երանի սքավորներին, Երանի հեզերին։ Պատկերացնում եք, բերանը բացելուց ինչ պիտի խոսես։ Սա է բարձանալու միջոցը։ Եթե ուզում ես բարձանաս, թող հետին բաները։ Մի հիշի առաջվա օրերը։ Ամեն բան թող, որտեղ Սուրբ Գիրքը ասում է, որ հները անցան եւ ամեն բան նոր եղավ, բայց սա բարձացողի համար։ Ես կուզեմ մի խորհուրդ տամ։ Ուզում եմ հիշեք, կարևոր բան եմ ասում ձեզ։ Հիսուսը խաչի վրա մեռավ այնպես, ինչպես որ ապրեց։ Հայր անունը շրթունքներին։ Քննի ամեն օրդ։ Եվ ես ուզում եմ մի գաղտնիք ասեմ, շատ ժամանակ հավատացյալ մարդը սկսում է վախել հատկապես մահից։ Գիտեք, մահը, սա էլ եմ ձեզ համար նոր բան ասում, հայտնություն, ովքեր որ չգիտեն, վատ բան չի։ Մահը հոգևորի համար օրհնություն է։ Մահ նշանակում անցում։ Պողոս առաքյալը ինչ որտեղ մահին ծաղրում է, եւ ինչ ասում, մահուրա քո խայթոցդ։ Եվ մահին ասում է, երբ որ դու կգաս, իմ համար ավելի լավ կգնամ տուն պապայի մոտ, չես գա քույրերիս համար լավ, աղբերներիս համար լավ, իրանց կծառայեմ։ Եվ գիտես, կարծես թե մահը Պողոս առաքյալին նայելուց իր մահն էր ուզում, չէր կարող ես մարդուն վախացնել։ Հզոր էր ես մարդը, որտեղ մահ իր համար նշանակում էր անցում։ Երեխան երբ որ պետքա ծնվի, սկսում է լացել։ Որտեղ անցում է կատարում, աշխարհ է փոխում։ 9 ամիս ապրել է իր մոր որովայնի մեջ, փորի մեջ, դա է իր աշխարհը, եւ դրանից եկում էր ուժ ոչ մի բան ինքը չի պատկերացնում։ Նույնը մահացող մարդը սկսում է լացել, սկսում է վախել, որտեղ չի հասկանում, հեսա մեռնելուց հետո ինչ է տեղի ունենալու։ Ես ուզում եմ մի քաջալերական լավ խոսք ասեմ։ Մահ չի նշանակում վերջ։ Մահ նշանակում է վերադարձ տուն պապայի մոտ։ Ուրեմն մի մտածեք ձեր մարմինների մասին։ Մարմինը հող էր ու հող է դառնալու։ Դու մարմինը չես, դու Աստծո շունչն ես։ Դու Աստծո հոգին ես, որ դրել է քո մեջ այս մարմինի մեջ։ Եվ այս հոգին ու շունչը չի ուզում գնան դե, որ դեից որ չի եկե, այլ ուզում է միանալ նրան, որ դեից որ ինքը եկավ։ Սիրելիներս, Տերը թող օրհնի ձեզ։ Ես կուզեմ, որ այս խոսքը ամեն մեկիդ համար լինի որպես հորդորի խոսք։ Եվ երբ որ կհասնես քո տուն, սկսի ավելի շատ մտածել քո մասին, ասա Տեր ցույց տուր ինձ իմ թերությունը, ցույց տուր իմ տկարությունը։ Կարողա ցավ եմ պատճառում իմ երեխուս, կարողա ցավ եմ պատճառում կնոջս, ամուսնուս, ծնողիս, չգիտեմ, ինչն է պատճառը, որ այսօր իրանք դժվարանում են ինձ լսելու։ Ինչն է պատճառը, որ իրանք չեն ուզում գանեն վայրը, որտեղ ես եմ գալիս։ Ինչն է, օգնի ես ինձ ճանաչեմ։ Օգնի ես տեսնեմ։ Ես էլի մի ուրիշ գաղտնիք եմ ուզում ասեմ, մի քիչ երկարացի ներող կլնեք։ Աստվածաճանաչության սկիզբը ինքնաճանաչությունն է։ Մինչև չճանաչես քեզ, չտեսնես քո խայտարակ վիճակը, իմ խայտարակ վիճակը, չենք տեսնելու Աստծո փառքը։ Ճանաչի քեզ, ընդունի քո սխալը, քո մեղքը։ Ուշ գտի գնա որ ցավացրել ես, ասա կներես ինձ։ Ներողություն եմ խնդրում, ես ճիշտ չեմ եղել։ Փառքը այդ հպարտություն ամեն բան դրեք մի կողմ։ Մոտեցի, գնա, չգիտեմ, սիրտը շահի։
բայց Քրիստոսով։ Ու կտեսնես, որ քո վերելքը տեից ասկսում, չփոխվող մարդիկ պետքա գան, քեզ սիրելով։ Իրանք պետքա քո նայվածքի մեջ տեսնեն Հիսուսին, պետքա քո խոսացածի մեջ տեսնեն Հիսուսին, իրանք քո գործերի մեջ պետքա տեսնեն Հիսուսին եւ հասկանան, որ դու Հիսուսի անբաժանելի մասն ես եւ քո սիրտը ու Հիսուսի սիրտը զուլված է իրար հետ։ Ամեն։ Ուզեմ մի կարճ աղոթք անեմ ձեզ համար։